Լսեք աշխարհի համար բաբախող Աստծո սրտի ձայնը։ Աստվածաշունչն ասում է, որ Աստված այնպես սիրեց մեզ, որ որոշեց մարդ դառնալ, որպեսզի մեզ փրկի մեզանից։ Նա թողեց իր գահը երկնքում, մարմին ու արյուն ստացավ և անուն տվեց իրեն՝ Հիսուս, Փրկիչ։ Հիսուսով Աստված մտավ մեր կոտրված աշխարհը, բայց աշխարհը չճանաչեց նրան։ Հիսուսին համարեցին հրեանահատակ, ողբերգական ճակատագրով, խաչին գանված ու արժանապատվությունից զրկված արքա։ Ցավալի տեսարան, որն աշխարհի համար իմաստ ու արժեք չուներ։ Սակայն սա այն չէ, ինչ ավետարանն է բացահայտում մեզ։ Աստված Հիսուսին չստիպեց զոհաբերել ինքն իրեն։ Հիսուսի մահից 6 ամիս առաջ Աստված երկնքից ուղարկեց Մովսեսին և Եղիային, ամենայն մանրամասնությամբ նրան պատրաստելու իր կյանքի վերջին 18 ժամերի համար։ Հիսուսը զոհ չէր։ Նրանք չսպանեցին իմ Հիսուսին։ Նրանք չէին կարող նույնիսկ ձերբակալել նրան։ Մինչև Հիսուսը կմեկներ Երուսաղեմ մահանալու, նա ասաց. «Ոչ ոք երբեք չի կարող իմ կյանքը խլել ինձանից։ Ես իմ կամքով եմ տալիս իմ կյանքը։ Ես իշխանություն ունեմ այն տալու և իշխանություն ունեմ վերստին այն վերցնելու։ Ահա այսպես պատվիրեց ինձ իմ Հայրը»։ Աստված ինքն էր տնօրինում այն ամենը, ինչ կատարվում էր Գողգոթայում։ Նա հրեշտակ ուղարկեց Գեթսեմանի պարտեզ գերբնական ուժ տալու Հիսուսին, որպեսզի նա դիմանար չարչարանքներին։ Վերջին 18 ժամերը զատկական մի վեհաշուկ պատում է, որտեղ տեսնում ենք ինքնիշխան և գերակա Հիսուսին, որ հայտնում է իրեն որպես Աստծո գառ և մեծ քահանայապետ։ Այս վերջին 18 ժամերի ընթացքում պատահական ոչինչ չի կատարվել։ Յուրաքանչյուր տեսարան նախասահմանված էր արքայական հրամանով, երկնային սցենարով։ Յուրաքանչյուր գործողություն և արարք, որ իրականացրին հրեաներն ու հռոմեացիները, մտածված ու մղված էր Աստծո կողմից։ Դաժան հռոմեացի կուսակալը, անիրավ Կայափա քահանայապետն ու հռոմեացի զինվորները խամաճիկներ էին Աստծո ձեռքում։ Վերջին 18 ժամերը վկայում են խաչի մեծության մասին։ Անզուգական քաջություն, սեր և ուժ, ինչպիսիք երբեք չեն տեսնվել անցյալում։ Բացահայտեք խաչի 7 հրաշքների մեծությունը։ Բացահայտեք, թե ինչու Հիսուսը հեղեց իր արյունը 7 անգամ։ Բացահայտեք, թե ինչ է նշանակում դա մեզ համար այսօր։ Դուք այլևս երբեք նույնը չեք լինի։